Ողջույն ձեզ շատ սիրելի հետևորդներ, այսօր իմ ալիքում խոհանոցային անկյուն է և պատրաստում եմ տապակած ծովախեցգետին։ Եթե կան մարդիկ, ովքեր չեն սիրում ձկնամթերք, համոզված եմ, որ այս տարբերակով նրանց դուր կգա ծովախեցգետինը։ Շատ արագ պատրաստվող բաղադրատոմս է և անչափ համեղ տարբերակ։ Էլ չասեմ, որ որքան առողջարար է մարդու օրգանիզմի համար ձկնամթերքը։ Ծովախեցգետինը հարուստ է սպիտակուցներով և օմեգա 3-ով։ Կարող եք հաճախ պատրաստել ձկնամթերք շաբաթվա մեջ։ Մարդու համար շատ կարևոր է օմեգա 3-ը։ Դե ինչ, սկսենք պատրաստելու գործընթացը։ Նախօրոք այս վիճակում է լինում ծովախեցգետինը, որը պետք է մշակել, մաքրել։ Հիմա ես ձեզ ցույց կտամ մաքրելու իմ տարբերակը, միգուցե կլինեն մարդիկ, ովքեր առաջին անգամն են պատրաստելու և չգիտեն ինչպես մաքրել սկզբում։ Ուրեմն աշխատում եմ ձեռնոցներով, դուք կարող եք առանց ձեռնոցների։ Չեմ ցանկանում հոտը կպչի ձեռքերից, չնայած կարելի է լվանալ քացախաճերով և հոտը կվերանա։ Դե զինվեք համբերությամբ։ Ուրեմն սկզբում հեռացնում եմ գլուխները, քանի որ ստամոքսը գտնվում է գլխի այդ հատվածում։ Լավ էլ կուշտ կերած ծովախեցգետիններ են մեծերը, տեսնում եք, որից հետո արդեն այս կոշտ մասերն եմ իր մարմնի վրայից հեռացնում, կարծես կեղևապատված լինի, հենց այդ կեղևը հեռացնում եմ ծովախեցգետնից, պոչի մասում չկա, կտրում եմ պոչերը, որոնք ևս հեռացնում եմ։ Ահա, այս տեսքի պիտի լինի ծովախեցգետինը մաքրելուց հետո։ Դե արդեն ես մաքրում եմ, ուր որ է, կավարտեմ մաքրման աշխատանքը և արդեն հաջորդ պրոցեսն ենք անցնում։ Ծովախեցգետնի մարսողական տրակտը, աղիները գտնվում են այս մեջքի հատվածում։ Պիտի դա էլ մաքրենք։ Կան մարդիկ, ովքեր մաքրում են ատամի չոփիկներով, բայց ինձ մոտ ամենահարմար տարբերակը դա սուր դանակի ծայրով բացելն է։ Տեսնում եք աղիների այս կեղտը։ Սրանք էլ պիտի կտրենք և արդեն մաքրենք, հեռացնենք։ Լվանում ենք մի լավ, հեռացնում ենք, ծովախեցգետինները լավ լվանալուց հետո ունենում են նման տեսք։ Աղիները հեռացված են, լավ լվացված վիճակում է և արդեն ավելացնում եմ վրան կիտրոնի հյութ։ 1 կիտրոնի հյութ, ես ձեռքով եմ ճզմում, դուք կարող եք սարքով ճզմել, հյութը քամել։ Ուրեմն կիտրոնի հյութի մեջ թողնում եմ 15-ից 20 րոպե, լավ ներծծվում է այդ կիտրոնահյութի մեջ, որից հետո արդեն սկսում եմ տապակել։ Տեսեք ինչքան առատ կիտրոնի հյութ եմ անում։ Ի դեպ, շատ մարդկանց մոտ ընդունված է, որ ձկնեղենը ուտում են կիտրոնով զուտ համի տեսանկյունից։ Հիշեցնեմ, որ կիտրոնի հյութը, երբեմն լոլիկը, նրանք չեզոքացնում են ռադիացիան, քանի որ ձկնամթերքները ծովերում ավելի շատ են ռադիացում, ուստի նպատակը դա է, ուտելու ժամանակ կիտրոնով ենք ուտում, որպեսզի այդ ռադիացիան պակասեցնենք կամ վերացնենք, առողջությանը վնաս չլինի կարճ ասած։ Կիտրոնահյութի մեջ թողնում եմ մի լավ թաթախվի ծովախեցգետինը և ես անցնում եմ հաջորդ գործողությանը։ Անհրաժեշտ է լինելու 3-ից 4 պճեղ սխտոր, ձիթապտղի յուղ, սև պղպեղ ըստ ցանկության և արդեն կիտրոն։ Տեսնում եք ինչքան քիչ բան է անհրաժեշտ նման հրաշալի բաղադրատոմս ստանալու համար։ Դե սխտորի պճեղները արդեն պատրաստ են։ Տաք թավայի մեջ ավելացնում եմ ձիթապտղի յուղը, տաքանալուց հետո ավելացնում եմ ճզմած սխտորը, որը կարելի է նման սարքի միջոցով շատ հեշտ ճզմել։ Ահա տեսեք, ճզմածը ավելի լավ է խառնվում և համը գրեթե չի զգացվում, ովքեր սխտոր չեն սիրում։ Ուրեմն սխտորը մի լավ տապակելուց հետո արդեն վրան ավելացնում ենք ծովախեցգետինը։ Տեսեք, հիշեցնեմ, որ ծովախեցգետինը ջերմությունից սկսում է կլորանալ, տեսեք, ինչ տեսք է ընդունելու և արդեն հուշում է, որ այն պատրաստ է լինելու։ Երկու կողմից մի լավ տապակում ենք, երբ տեսնում ենք արդեն մի կողմը տապակվել է, շրջում ենք և արդեն պատրաստ է լինում։
Ավելացնում եմ ես համի համար մի փոքր սև պղպեղ, որը կծու չէ, եւ արդեն վայելում ենք։ Պատրաստ է ծովախեցգետինը, տեսեք, բոլորը կլոր են, շատ ախորժելի է, հոտը ընտիր է, չափերը դե տարբեր էին, քանի որ ես երկու տեսակի խեցգետին էի ընտրել, չգիտեի, որը համեղ կլինի։ Կարծում եմ տեսքը շատ ախորժելի է եւ շատերը հենց հիմա կմտածեն այս ուտեստը պատրաստելու համար։ Վերջում ավելացնում եմ, դուք կարող եք չավելացնել տապակած սխտորը ծովախեցգետնի վրա, այդպես շատ ավելի համեղ է լինում։ Սա ըստ ցանկության է եւ կարելի է այն մատուցել տարբեր խավարտներով։ Այսօրվա իմ ընտրած խավարտը դա կարտոֆիլի պյուրեն է, որն ի դեպ էլի անչափ համեղ էր ստացվել։ Եթե առաջին անգամն եք իմ ալիքում, ապա մի հապաղեք, անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, հետագայում բաց չթողնելու լավագույն վլոգները առօրյա կյանքից, որտեղ նույնպես ներկայացնում եմ խոհանոցային անկյուններ եւ մյուս խոհանոցային բաղադրատոմսերը եւս։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Գրեք մեկնաբանությունում ձեր կարծիքները։ Մնացեք առողջ եւ ինձ հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։